Ստուգեցիք, գտաք ձեզ ցուցակներում։ Հարգելիներս, նախորդիվ հրապարակել էի, թե ինչպես մտնեք Elections.am կայք եւ ստուգեք արդյոք ձեր հարազատի անունը առկա է արդեն հրապարակված ընտրական ցուցակներում։ Բայց բազմաթիվ ահազանգեր եմ ստացել։ Մարդիկ ոչ միայն իրենց անուն անվանումները շատ հաճախ չեն գտնում ցուցակներում, տեղամասային կենտրոններում, որոնք օրինակ նախորդ ընտրություններում եղել են, այլև իրենց հասցեներում հաշվառված են գտնում մահացած բարեկամի, անծանոթ մարդկանց անուններ։ Հնարավոր է երկու դեպք։ Առաջին, եթե ձեր անունը չկա հրապարակված ցուցակներում, եւ երկրորդ, եթե ցուցակներում ստուգում եք եւ ձեր հասցեում հաշվառված եք տեսնում անծանոթ մարդկանց կամ հանգուցյալ հարազատի անունը։ Ինչ ենք անում։ Երկու հնարավոր տարբերակ կա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է որոշում 2025 թվականի մարտի 27-ին, համաձայն որի դա դիմումի ձև է, կարող եք այդ դիմումին համապատասխան կամ էլեկտրոնային եղանակով, կամ գրավոր եղանակով դիմումով դիմել ներքին գործերի նախարարության, հայտնի ոստիկանության, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն։ Ավելին, հարգելիներս, կարող եք զանգահարել 84 22 կարճ համարով եւ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ։ Ինչ եք անում, կամ ինքներդ հաշվառվում եք, կամ ձեր տան վրա հաշվառված անծանոթ մարդկանց անում եք հաշվառումից։ Բայց կարևոր իրազեկում, սա հնարավոր է կատարել ընտրություններից մինչև 12 օր առաջ, այսինքն վերջնաժամկետը մայիսի 26-ն է ժամը 14:00։ Եղեք իրազեկված, խնդրում եմ այս տեսանյութը տարածեք կիսվեք, որովհետև կրկին ընդգծում եմ։ Անհասկանալի կերպով խառը ցուցակներ են հրապարակվել, մարդկանց տեղամասային կենտրոնները խառնված են եւ մենք հայտնաբերել ենք հասցեներ, որոնց վրա ընդհանուր դեպք ունենք, որ հարյուրավոր մարդիկ մեկ հասցեի վրա են հաշվառված ու փորձելու ենք վերհանել այս մեխանիզմի հիմնապատճառները։ Եվ հարգելիներս, տեր կանգնեք ձեր ձայնի, որովհետեւ կրկին ընդգծում եմ, եթե դուք չեք գնում ընտրության, ձեր փոխարեն, ձեր ապագա կյանքը կանխորոշելու են եւ ձեր ընտրությունը կատարելու են այն մարդիկ, ովքեր գնալու են ընտրության։ Եղեք իրազեկված։